Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնի միջոցառման իրականացման համար 2025 թվականի պետական բյուջեով հատկացվել է 27 միլիոն 263 հազար 100 դրամ։ Գնման գործընթացի արդյունքում առաջացել է 4 միլիոն 815 հազար 400 դրամի տնտեսում, որից 3 միլիոն 827 հազար դրամը նվազեցվել է, իսկ 978 հազար 400 դրամը վերադարձվել է պետբյուջե։ Միջոցառման փաստացի ծախսը կազմել է 82.34% կամ 22 միլիոն 447 հազար 700 դրամ։ Կենտրոնը հայրենադարձերին տրամադրում է խորհրդատվական ծառայություններ հայաստանյան քաղաքացիության, կացության կարգավիճակի ձեռքբերման, անձնական գույքի տեղափոխման, առողջապահական, կրթական, աշխատանքի տեղավորման աջակցություն, փաստաթղթերի ստուգման, լրացման եւ այլ ուղղություններով։ Հայրենադարձության եւ ինտեգրման ուղղությամբ 2025 թվականին իրականացվել են հետեւյալ աշխատանքները. Հայրենադարձության եւ ինտեգրման հարցերով ընդունվել եւ ընթացք է տրվել 2519 դիմումի, որից խորհրդատվական աջակցություն են ստացել 1401 հայրենադարձ, միջոցառումներին դիմել եւ ֆիզիկապես մասնակցել են 1118 հայրենադարձ, տարվա ընթացքում 4 փուլով իրականացվել են հայոց լեզվի անվճար դասընթացներ, որոնց մասնակցել են 240 հայրենադարձ, անցկացվել են ինտեգրման դասընթաց սեմինարների 10 փուլ, որին մասնակցել է 90 հայրենադարձ, սիրիահայերի առողջապահական աջակցության անվճար ծրագրից օգտվել է 62 հայրենադարձ, կենտրոնի կողմից անցկացվել է հայրենադարձության շաբաթ միջոցառումը, որին մասնակցել է 260 մարդ։ Հաշվետու տարում Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնը կազմակերպել է 60 միջոցառում, մասնավորապես խմբային խորհրդատվություններ եւ ոլորտային թեմատիկ հանդիպումներ, այդ թվում բիզնես, աշխատանք, կրթություն եւ վերապատրաստում, մշակույթ եւ զբոսաշրջություն, սպորտ, բնապահպանություն, բանկեր ու հիփոթեկային վարկավորման շրջայցեր, ուսանողների հետ աշխատանք, մաստեր-կլասեր եւ այլն։ Աջակցություն Սփյուռքի հայալեզու լրատվամիջոցների միջոցառման իրականացման համար 25 թվականին պետական բյուջեով հատկացվել է 16 միլիոն 500 հազար դրամ։ Այն ծախսվել է ամբողջությամբ։ Միջոցառման շրջանակներում աջակցություն են ստացվել Սփյուռքում գործող 4 լրատվամիջոց եւ կայքեջ։ Իսկ Հայաստանի Հանրապետության զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրի շրջանակներում 25 թվականին իրականացվել են համայնքական համաժողովների իրականացում միջոցառումը, որի իրականացման համար հատկացվել է 294 միլիոն 78 հազար դրամ, գնման գործընթացի արդյունքում առաջացել է 7 միլիոն 518 հազար դրամի տնտեսում։ Տնտեսված գումարից 6 միլիոն 830 հազար դրամը նվազեցվել է, իսկ 688 հազար դրամը վերադարձվել պետբյուջե։ Միջոցառման փաստացի ծախսը կազմել է 97.44% կամ 286 միլիոն 560 հազար դրամ։ Գրասենյակը 25 թվականին կազմակերպել է հետևյալ երկու համաժողովները. ազգային երիտասարդական երկրորդ համաժողով, որին մասնակցել են 18-ից 35 տարեկան շուրջ 800 երիտասարդ ավելի քան 55 երկրներից, ինչպես նաև հայ արվեստի եւ մշակույթի համաժողով, որին մասնակցել են 35 երկրներից ժամանած շուրջ 250 մշակութային գործիչներ։ Համաժողովները համախմբող հարթակ դարձան երիտասարդների սեփական ներուժի բացահայտման եւ հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնման համար։ Շնորհակալություն։